Տիկին Գալյան Հիկմետ Հաջիևը անդրադարձել էր Հայաստանում սահմանադրական փոփոխությանը, նշելով, որ առաջիկայում այդ գործընթացը մեկնարկելու է եւ հնարավոր է հանրաքվե լինի, պահանջում են Հայաստանի սահմանադրությունից հանել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջը, ինչ կասեք սրա վերաբերյալ, արդյոք առաջիկայում սպասվում է նաեւ հանրաքվե, որի մասին Ադրբեջանից են նշում։ Մենք տարիներ է խոսում ենք սահմանադրական բարեփոխումների մասին եւ միշտ ես նշում եմ նույն բանը, որ սահմանադրությունը փոխելը կամ չփոխելը միայն մեր ներքին խնդիրն է եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշելու ունենալ նոր սահմանադրություն կամ չունենալ նոր սահմանադրություն։ Այն, որ սահմանադրության նախագիծը մշակվում է, բացարձակ գաղտնիք չէ, այն, որ նոր սահմանադրության ընդունումը եղել է նաև քաղաքական հանձնառություն, դա էլ գաղտնիք չէ, հետևաբար մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին եւ իրականացնել դրանք։ Իսկ տեքստը երբ պատրաստ կլինի հայտարարելիք մարտին, բայց փուլում է հրապարակման մասով քննարկումները շարունակվում են, կոնկրետ որևէ բան նշել չեմ կարող։ Իսկ Ադրբեջանին որտեղից այդ ազդակը, որ պետք է հանրաքվե լինի Հայաստանում սահմանադրության ընդունման վերաբերյալ։ Իսկ օրինակ դուք որտեղից կարող եք իմանալ, որ պետք է հանրաքվե լինի սահմանադրությունը ընդունելու համար։ Գուցե գրված է օրենսդրական ակտերում այդ մասին եւ բոլորը այդ մասին գիտեն եւ բոլոր երկրներում է այդպես որպես կանոն բոլոր սահմանադրությունները ընդունվում են ժողովրդի կողմից, եթե հատկապես խոսքը ժողովրդավար երկրների մասին է եւ այդտեղ որևէ գաղտնիք եւ որևէ սենսացիա չկա։ Պարզապես տիկին նախարար Հիկմետ Հաջիևը հայտարարել է, որ շուտով լինելու է այդ փոփոխությունը եւ արդեն որևէ խոչընդոտ չի լինելու խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Դրանով է պայմանավորված մեկնաբանել ձեր կողմից նշված անձի խոսքը, որովհետեւ չգիտեմ ինչ էին ասել, իր խոսքի դիմում սեփական մտքերը ենթադրում, բայց մենք ասել ենք, որ սահմանադրության նախագիծ ենք մշակում եւ ուզում ենք ունենալ նոր սահմանադրություն, բայց այն թե ունենանք նոր սահմանադրություն, թե չկորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ անգամներ խոսվել է նոր սահմանադրություն ունենալու մասին եւ ժողովուրդը վստահության քվե տվել է մեզ եւ հետեւաբար դա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը սահմանադրության մշակման, դրա հետագայում հրապարակման եւ հանրության հետ դրա տեքստի կոմունիկացիայի։ Նախաբանի ասել եք, որտեղ մարտին պետք է հրապարակվի ինքնություն ներդրացել եք։ Այ կոնկրետ ասուշակետը կա, երբ տեքստը հրապարակվի անկախության հռչակագրի վերաբերյալ հանվելու է անկախության հռչակագրի։ Նոր սահմանադրության հրապարակվի հոձեր բոլոր հարցերի պատասխանները ես չեմ կարող ասել, որովհետեւ դա միանձնյալ որոշում չէ եւ դա կոլեգիալ որոշում է եւ երբ որ այդ որոշումը կայացնի, այդ ինչու է պայմանավորված նախարարի որ չի հրապարակվի։ Մի հարց ձեզ տամ, ինչ տարբերություն է, երբ պետք է հրապարակվի, եթե առանց հրապարակվելու դրա ընդունումը անհնար է։ Այսինքն երբ էլ հրապարակվի, տրվելու է հանրային լայք քննարկման եւ շատ երկար եւ մանրակրկիտ քննարկվելու է հանրության հետ։ Ձեր բոլոր հարցերից միշտ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ կոնսպիրացիա կա չհրապարակելու հետ կապված։ Ոչ, սիրելիներ, այդ տեքստը չի կարող ընդունվել առանց հրապարակման։ Ավելին, սահմանադրությունում որևէ փոփոխություն չի կարող արվել առանց հրապարակման։ Նույնիսկ օրենքներում փոփոխություններ չեն արվում առանց հրապարակման։ Այսինքն ոչ մի կոնսպիրոլոգիական ինչ-որ միտք չպետք է լինի։ Գալի համապատասխան իշխող մեծամասնությունով նախաձեռնողն է հայ սահմանադրական փոփոխությունների խնդիր ունի այդ նոր սահմանադրությունը ընդունելու, սա ոնց է պատկերացնում ձայների հետ կապված։
մշակությունների ես չեմ կարող հիմա մշակություններ անել, ինձ համար լավագույն սցենարը կլինի այն, որ սահմանադրության նոր տեքստը լինի այնպիսին, որ խորհրդարանը տա հավանություն։ Ես որևէ սցենար չեմ բացառում։ Հանվելու է հղումը անկախության հռչակագրի նախաբանից հանվելու է հղումը քննարկում եղել է այս մասով։ Հարցը տվեցիք եւ ես ձեր հարցին պատասխանեցի։ Հստակ չարձագանքեցիք։ Տեխնիկապես ոչ հրապարակվի կտեսնեմ։ Բնականաբար հիմա չեք նշի, բայց այդուհանդերձ տեխնիկապես որ կետերի վրա եք հիմնականում աշխատանքներ տարում, որ նաև ձգձգում եք որ գործընկերս նշեց, դեռ մարտին էր հայտարարում, որ հնարավոր է հրապարակվի, բայց օգոստոսն է եւ գործում ենք բոլորովին նոր կոնցեպտի, նոր սահմանադրության, նոր տեքստի հետ եւ բոլոր կետերի վերաբերյալ մեր տարբեր գործընկերները ունեն տարբեր առաջարկներ կապված ոլորտային գործունեության հետ եւ իրենք են իրականացնում։ Հետեւաբար կետերը առանձին նշելը պատահական չէ։